տոկոսը կլինի։ Ազգային ժողովի նախագահի հարցը քննարկի պարոն Աբրահամյան։ Որոշեք։ Դուք ում եք պատկերացնում, ոչ ծեսով կավելավ աշխատել։ Պարոն Աբրահամյան, Գալուսակյանը ինչպես եք պատկերացնում այդ պաշտոնին։ Գալուսակյանը անուն է շրջանառվում ակտիվ։ Ձեզ արժանի փոխարինող կլինի պարոն Աբրահամյան։ Ձեզ արժանի փոխարինող Հանրապետության նախագահի հիմա կառաջարկի մենք իհարկե։ Պարոն Աբրահամյան, ինչպես եք վերաբերվում։ Շատ է շրջանառում, պարոն Աբրահամյան, հենց Գալուսակյանի անունը։ ուզում եք իմանալ ձեզ արժանի փոխարինող կգտնվի։ Որոշեք։ Պարոն Աբրահամյան, ձեզ երեք չհաջողվեց ընդդիմադիրներին համոզել հետ կանչել։ Իրենց օրինագիծը Ես ձեզ մի բան եմ ուզում խնդրեմ, նախ ուզում եմ, որ դուք հասկանաք, ես ձեզ բոլորին հարգում եմ։ Չեմ ուզում, որ ասեք չեմ հարգում, բայց խնդրում եմ մի քանի օր ժամանակ տվեք, ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Երեք ես քայլ եմ արել, փորձել եմ քայլակետ քննարկել պետական կենսաթոշակների ռեֆորմը։ Բայց մենք քննարկում ենք, քննարկումների արդյունքում անպայման հայտարարենք գանք։ Ամեն դեպքում դուք պետք է ողջունեք իմ քայլից, խոսում եմ, որ բոլոր քաղաքականների բոլոր շերտերը հարցերը քննարկել եւ ասել թափանց։ Ասում եմ, որ փաստորեն դուք ասում եք դե ֆակտո կասեցված է պարտադիր բաղադրիչը, բայց ձեր ներկայացրած նախագծով փաստորեն այդպես չէ բանը։ Ես մեր ներկայացած նախագծով մենք ուշ տանջել կասեցրել եւ այո, դե ֆակտո կասեցված է։ Ես ում կրկնում եւ իմ ուղերձի մեջ հստակ բոլորը ես ձևակերպել շարադրել եմ եւ շատ մարդիկ հասկացել են։ Այս կով չի ուզում հասկանալ։ Եթե գրենք էլ որ պարտադիր է, չի գործում էլ չեն։ Բայց պահումները շարունակվելու են, այդ մեխանիզմը շարունակվելու է։ Որ երկու շաբթի նախագիծ տեսեք նման բաներ չկան։ Այսինքն համընկնում են երկու շաբթվա նախագծի մեջ դրանք հավելու են։ Պարոն Աբրահամյան։ Պարոն Աբրահամյան, ավելի շատ լուծումներ եք ստացել ժառանգություն, թե խնդիրներ։ Կուտակային է քննարկում Տիգրան Սարգսյան, ասեցի մենք խոսենք։ Ձեր գործունեությունը էականորեն տարբերվում է նախկին վարչապետի գործունեությունից։ Հիմա հարց եմ տալիս։ Նախկին վարչապետը խոսել է, ինչպես է վերաբերում ձեր գործունեությունը։ Որ գործունեություն։ որպես վարչապետ ձեր աշխատելավոճը մոտեցումներ լինի, նաև մոտեցումներ կլինեն, որ կշարունակեն, շարունակական կլինեն, բայց նոր մոտեցումներ կլինեն, բայց Պարոն Աբրահամյան, կարծես ընդդիմադիր կեցվածք է ձեր մտնեցածքում։ Նախագահը պարոն Աբրահամյան։ Ավելի շատ լուծումներ եք ժառանգություն ստացել, թե խնդիրներ, այ որպես վարչապետ։ Խնդիրներ եք ստացել ժառանգություն, թե Երկրորդ նախագահն ասեց ծանր ժառանգություն եք ստացել, համաձայն եք։ դա ֆորմալ հրանք է եղել հետեկանչել այդ հրանքը։ Ամեն դեպքում ես ուզում եմ ձեզ խնդրել, մի քիչ ինձ հարգեք, հնարավորություն տվեք ես գործից ծանոթանամ, անպայման ձեզ հետ հանդիպելու եմ եւ ձեր բոլոր հարցերից սպառիչ պատասխան։ Պարոն Աբրահամյան, ես ուզում եմ մեր ժողովրդի համար լավ գործ անել։ Հիմա դուք ինձ պրովոկացիա եք անում։ Չի կարելի։ Դե դուք միանակ ինձ օգնեք գործ անեք։ Դուք բոլորդ խոսում եք որ ամեն ինչ լավ լի երկրում, արկա բոլոր խնդիրները լուծում տակ, դուք միանակ ինձ օգնեք։ Փորձում եք միշտ խանգարել։ Իսկ ինչով կարող ենք օգնել։ Ձեր խորհուրդներով ճիշտ կարող ենք հարցեր կարող եք տալ, խորհուրդներ կարող եք տալ։ Երկրորդ նախագահը ասեց ծանր ժառանգություն եք ստացել, համաձայն եք դրա հետ։ Ձեզ հաջողություն ցանկանում ձեզ նույնպես։ երկու շաբթի օրվա նախագծի մեջ կուտակային ընդհանրապես բացառվելու է բանը։ Նոր նախագծի մեջ որ ներկայացնելու կառավարությունը կուտակային մասը։ Այո, պարտադիր է բաղադրիչ։ ոչ պարտադրված։ Հետը գնա, ուսումնություն։ Հիմա ոչ պարտադիր։ Ես կարողացա ձեզ համոզել որ ձեզ հարգում եմ։ Ինչ է։ Ես չեմ ասում խոսքեր ասել, խոստումներ տալ, որը որ բաղ պատասխանության ենթարկել։ Մամուլում ասել խոստացավ չարել եւ այլն։ Դրա համար պետք է լավ մտածենք, ծրագրերը քննարկենք, եթե դες ներկայացնեմ ամբողջ Էկուատիվ ճշտելու համար ոչ պարտադրված ասացիք այդպես նոր նախագծի մեջ։ Նախագիծը կլինի համադրական դատարանի տվյալ ժամկետը։ Դրա համար հիմա չեմ ուզում կծկտուր բաներ ասել։ Հիմա մենք քրտիկանները դատարեցնում ենք, որը մեկի չեք պարտադրում, բայց ընթացքում մատերիալները բոլոր հարցերի պատասխանը կլինի։ Պարոն Աբրահամյան, Քարյակի հետ հանոցել են իրար հետ։ 5 կետ են առաջարկել, ոնց որ իրենց 5 կետերից 2-3 ընդունել։ Նորմալ իրենց հետ աշխատում են։ Կարող եք ասել որ կետերն են պարոն Աբրահամյան։ Չեք թողել գնամ աշխատել։
Ճանապարհը փակել եք, Հետ գնացեք։ Ճանապարհ հետ գնացեք։ Թողոս արի ես կողմից դուրս արի, մի ես մի կոտորի քեզ։ Հետ գնացեք, մեքենա է։ նպատակունի Ֆրանսիան նկատմամբ եւ Եվրոպի հետ բան չեն քանում։ Կարող է ինչպես մի բան։ Շարունակում ենք համապնդելու մեր համագործակցությունների հետ Եվրոմիջան երկրների հետ։ Մեր տեսակետը Մաքսիմ Միչամյանը չի պատասխանելու Եվրոմիջանի շարունակելու մեր համագործակցությունը։ Շարունակելու ենք համապնդելու ենք ակտիվ աշխատելու։ Բայց ինչ աշխատանք ունեք դուք մեզ ինչ կապ։ Մեզ դուք Եվրոմիջաններ Արի բիզնես հարց ինչ կնա մեզ հետ Ֆրանսիան Գերմանիա դե հայ Դե հայերի համար հայերի Ֆրանսիան ինչ կարող ենք ծախել ինչ կարող մեխանիզմը ինչ որ գաբեր ինչ բիզա ինչ դժվար է դժվար է կոնկրետ որ հարց Եթե կուզեք նայ Ֆրանսիացիների ցեզի կրնան օտոզախել, ջդի միցախել տեխնիկոլոգի, մենք ինչ կարող ենք օտոզախել, բոլորը կարող են։ Դուք ինչ վերադարձել, ինչ պիտի։ Հա ինչ կարող ենք օտարել, մենք օտոզախել Ֆրանսիայի Ոչ մի միան օտո չէ, ինչ կարողություն ունենք մենք։ Օտո չեք արտադրում որ վաճառը։ Օտոյի հանամի ուրիշ ինչ։ Դե հաջողություն եմ ցանկանում։ Հիմա ստրեք լավ ձեզ գում թե Ֆրանսիայում։ Ասկե մենք լավ ենք։ Դե եկեք մի բիզնես դրեք։ Անորմալ եկել ենք։ Ինչ խնդիր ունեք, ես բոլոր խնդիրներուց եմ բիզնես դրեք։ Եվ ասա բարձր մականից գաղտնիք չունեմ ես։ Այո, տեսնում ես։ Մենք հարկերից ազատել ենք։ Դրեք դրեք այդ բոլորը։ Ես էլ այսքան լրագրողների ներկայացավ խոստանում եմ, ով բիզնես դնի Հայաստանում, ես որպես Հայաստանի նորանշանակ վարչապետ իր կողքին կանգնելու եմ։ Ամեն ինչով սատարել եմ։ Եթե որևէ մեկը փորձի, դուք եթե գործեք իհարկե օրենքի սահմաններում, ես խանգարի, խոչընդոտի ես պատասխան եմ տալի որպես վարչապետ։ Շնորհակալություն։ Ես էլ լսեցի։ Իմ անունս Նիկողաս է, մի մոռան սաղ։ Նիկողաս Ավստրալիան է գազին։ Շատ ուրախ եմ ցույց դարձավ։ Եկեք Հայաստան։ Մերանունը պիտի նման։ Հրանուշական չի ասում եկեք արեք։ Հրանուսը իմացել եք, Դրա համար վերանշանակ։ Մեկ պատկեր գնականներ։ Ոչ միայն դրա համար։ Բատկերբի քաշեց ինձ հետ։ Ահ, Իմ անունս Նիկողաս Սարոյան։ Մեկ Սարոյան անդեն։ Մի մոռանա։ Մեր ասկոլտի Մեր խողերին վրա ասկոլտի հետգար։ Պարոն Աբրամյան, եւս մեկ հարց։ Պարոն Աբրամյան, կադրերի ճգնաժամ կա ՀՀԿ-ում, ասում են որ չեն կարողանում կադրեր դասավորել։ Հերախոսը ժարթում է, Բայց այդ վերանշանակումները Ինչ։ Իմ ուսնա։ Վերանշանակումները ում էլ որ նշանակենք դու մեկը փորձել եք մի պատճառ գտնել ծեվասել փնորեք։ Ինձ համար առաջին պրոֆեսիոնալ աշխատողն է։ Լավ չի աշխատի, մեկ ամիսը կփոխեն։ Հասմիկ Բողոսյանը կամ Հրանուշ Հակոբյանը պրոֆեսիոնալ էին։ Հա, զայնագրի։ Նրանք պրոֆեսիոնալ են, պարոն Աբրամյան։ Ճանապարհից դուրս եկեք։ Շակի, ինչի՞ Ճանապարհից Այդ բարձր։ Բարձրացեք մայքը։ Մայ։ Պարոն Մովսիսյան, դե չեն թողում կանք մոտիկ։ Ում եք տեսնում ազգային ժողովի նախագահի պաշտոնում, ասում են Գալուս Սահակյանն է լինելու։
Դե մի քիչ սպասեք։